Գիտեք ինչն է շատ ցավալի, որ ես լսում էի ամերիկյան մեկնաբաններին, որոնք մեզ օգտագործեցին որպես փաստորեն օրինակ, թե ինչպես կարելի է շատ էֆեկտիվ ձևով դրոնները օգտագործել։ Նրանք ասում են, սա առաջի պատերազմն է, երբ Ադրբեջանը եւ Իսրայելը օգտագործեցին այդ դրոնները հայերի դեմ եւ տեսեք ինչ հաջողության հասան։ Իմ սիրտը շատ ցավում է, որովհետեւ ես 2016 թվականին գրեցի մի բլոգ ապրիլյան պատերազմից հետո, որտեղ ասեցի հստակ, որ Ադրբեջանը գտել է մեր թույլ տեղը, Ադրբեջանը ներդրելու է բոլոր ուժերը ներդնելու է այս դրոնների մեջ, Թուրքիան մեծ առաջընթաց ունի արդեն դրոնների զարգացման մեջ, նրանք հարձակվելու են մի քանի տարի հետո նորից են հարձակվելու օգտագործելով իրենց տեխնիկական առավելությունները եւ ռուսներին էլ զգուշացրեցի, որ զգուշ հետևեն սրան, որովհետեւ սա կարող է բերել որոշ հետևանքներ։ Դրանից հետո Ադրբեջանի եւ Թուրքիայի հետախուզությունը ընկանում է հետևից մի անգամից գտան ես ով եմ, ով ասա գրել եւ այլն եւ մի քանի տարի հետո եղավ ճիշտ այն ինչ որ ես զգուշացնում եի, ասացի որ Հայաստանը պարտվելու է եւ ընկնելու է կախվածության մեջ իր հարևաններից։ Շատ ցավալի է, որ ոչ ոք դա չլսեց։